մենք կողքին ենք ամենայն հայոց կաթողիկոսի։ Վեհափար! Վեհափար! Իմ համոզմամբ այս ակցիան շատ կարևոր է։ Նախ Թիֆլիսը առաջին եղի անցած տարի, երբ Ամարը ցույց է անցկացրել եւ աջակցել է եկեղեցուն, եւ հիմա էլ մենք նույնպես այդ աջակցությունն ենք ցուցաբերում իբրև որ Մայրաթորը վեհափարը հասկանան, որ իրենք մենակ չեն եւ սա այն ինչին է, ինչը մենք կարողանում ենք անել, լինելով Վրաստանում, մենք վիրահայերս ցույց ենք տալի եւ աշխարհին, եւ մեր բարեկամներին, եւ մեր թշնամիներին, ում կողմից որ ուղեկցում է այս տիրադավների շարժումը, որ հայ առաքելական եկեղեցին Մայրաթորը մենակ չէ եւ հայությունը եւ Էջմիածինը հայ առաքելական եկեղեցին դա ուղղակի Հայաստանի եկեղեցին չի եւ Հայաստանում ապրող հայերի եկեղեցին չի, այլ ամբողջ աշխարհով տարածված 10 միլիոն հայի եկեղեցին է։ Մենք շատ լուրջ եւ շատ կազմակերպված օջախներ ունենք, համայնքներ ունենք Սփյուռքում եւ վստահ եմ, որ ըստ անհրաժեշտության դեպքում իրենք իրենց ձայնը կբարձրեն, չնայած որ ես ինչքան հետեւում եմ լուրերին, բավական ակցիա եթե չի անցկացվում, բայց եկեղեցու կողքին են բոլոր իրենց ուժերով։ Տարբեր կազմակերպություններ, հասարակական գործիչներ եւ միասին sense հասկացանք, որ այսինքն պետք է լինի միասնական ցույց, միասնական հավաք, որ ցույց տենք, որ Թիֆլիսում էլ մենք միասին ենք։ Մարդկանց մոլորեցները հաջողվում է, որովհետեւ շատ լուրջ ռեսուրսներ է այդ ամեն ինչի վրա ծախսվում, որ հասարակությունը մոլորեցու եւ միանշանակ ինչպես Հայաստանում է մոլորեցված հասարակությունը, նույն խնդիրը մենք ունենք այստեղ էլ, բայց հասկացող մարդիկ կան, գիտակցող մարդիկ կան, որ հասկանում են թե ինչ վտանգի ենք մենք, վտանգի առջև ենք կայնած ամբողջ մեր ազգը եւ եթե հաջողվի Եթե եկեղեցին պարտվի, եթե Մայրաթորը պարտվի, միանշանակ դա լինելու է շատ լուրջ հարված մեր ամբողջ ազգին։ Մեր ինքնության վտանգ է սպառնում հենց այս պահին եւ Աստված չանի, որ դա հաջողվի, այդ շարժումը հաջողվի։